Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս բոլորին նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, նշենք, որ այսօր խոսում ենք շատ կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես անդրադառնալով երեխաներին։ Ու քանի որ սեպտեմբեր է, արդեն ավարտվել է սեպտեմբերը եւ դեռ դպրոցական ակտիվ շրջանն է երեխաների մոտ մինչ աշնանային արձակուրդները, շատ հաճախ նրանք բողոքում են դասերին պատրաստվելու այդ երկար, երբեմն նրանց համար ձանձրալի գործընթացից, ինչպես պետք է ծնողների օգնությամբ հաղթահարեն այս շրջանը, կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Տաղավարում է Արմինե Վարդանյանը, հոգեբան, դասընթացավար, ողջույն։ Բարի լույս։ Ուրախ եմ առավոտը սկսել ձեզ հետ եւ խոսել այս շրջանում շատ կարեւոր եւ բոլորին կարծես հուզող խնդրի մասին։ Սկսենք գլոբալից։ Ինչու եւ որ պահից սկսած է դասապատրաստումը եւ ծնողների եւ երեխաների համար դառնում խնդիրներով լի։ Իրականում գործընթացը եւ վերաբերմունքը եւ մոտեցումը սկսվում է շատ ավելի վաղ տարիքից։ Այսինքն կրթության հանդեպ վերաբերմունքը, սովորել սիրելը, նորը բացահայտելը եւ այդ բացահայտելու ընթացքում դժվարություններին առնչվելիս դրանք հաղթահարելը ավելի վաղ տարիքից է սկսում, հա, եւ սա շատ բնական պահանջմունք է։ Երեխաները փոքր տարիքից ուզում են հասկանալ ինչ կա իրենց շուրջը, ինչպիսին է այդ աշխարհը եւ տարատեսակ ակտիվություններով դա ցույց են տալիս ծնողներին, հա։ Օրինակ չոչանելիս փորձում են իրենց համար հետաքրքիր պահարանների դռները բացել, այո, բարձրանալ մի քիչ ավելի վտանգավոր ու բարձր տեղեր, քաշքշել ինչ-որ իրեր, որոնք օրինակ ծնողների համար շատ կարևոր են, դա կարող են լինել ծնողների գրքերը, նոթատետրերը, այսօր նաև գադջեթները ծնողների եւ տեսնել թե ինչով են զբաղված ծնողները, եւ այս ամեն ինչը երեխաների աշխարհը բացահայտելու, գիտելիք ստանալու եւ նորը հասկանալու ակտիվություն է, որը շատ հաճախ ծնողներիս կողմից խոչընդոտվում է։ Ինչ ենք մենք անում, մենք հիմնականում մտածում ենք, որ մի բան անպայման կպատահի, վատ բան, եւ սկսում ենք խոչընդոտել այս տեսակ ակտիվությունները դրանով, ցույց տալով, որ դա վտանգավոր եւ ոչ այնքան լավ մի բան է, հա։ Երբ երեխան գնում է դպրոց, ստացվում է, եթե մենք անընդհատ խոչընդոտել ենք այս process-ները, երեխային հնարավորություն չենք տվել լինել մի գործընթացի մեջ, որտեղ ինքը պիտի որոշակի ջանքեր գործադրի, բացահայտելու աշխարհը իր համար նորը, հա, գուցե մի քիչ ավելի համբերություն, գուցե մի քիչ ավելի ջանք, հա, այսինքն այդ փորձարկումները, որոնք որ պիտի զարգացնեին որոշակի հմտություններ, երեխան մինչև դպրոց գնալը ստացվում է, որ չի ունեցել, կամ ինչ ենք մենք անում դրա փոխարեն, մենք ամեն ինչ պատրաստի հրամցնում ենք մեր երեխաներին, ինչը եւս այս process-ը խոչընդոտում է։ Երեխան ով սովոր է, որ ամեն ինչ իրեն պատրաստի պիտի տրվի, նույնը նաեւ սպասում է դպրոցական կյանքում, այո, իհարկե, որ իրեն հիմա ուղղություն ցույց կտան, որ հիմա իրեն կասեն, գուցե ինչ-որ իրավիճակներում իր փոխարեն ինչ-որ բաներ կանեն, բայց մեզ բնականաբար ծնողներիս արդեն դպրոցում սա այնքան էլ հարմար չէ եւ մենք ուզում ենք, որ երեխան ինքնուրույն, երբ դպրոցից եկավ, միանգամից հանի պայուսակից իր դասագրքերը, իր տետրերը եւ սկսի աշխատել։ Դա իրականում իսկապես խնդիր է եւ մենք շատ հաճախ փորձում ենք հասկանալ ինչպես լուծենք խնդիրը առանց հասկանալու թե որտեղից է գալիս եւ ինչ քայլերով կարող ենք կանխել, որ նույնիսկ եթե այս պահին կա, հետագայում չզարգանա։ Ինչպես պետք է դիմակայել այդ խնդրին, եթե հիմա կա, հասկանում ենք, որ երեխան ունի դասապատրաստման հետ շատ լուրջ կոնֆլիկտ, կամ չի ստացվում իր մոտ ինչ-ինչ պատճառներից ելնելով, կամ պարզապես չի ուզում, իր բնավորությունն է այստեղ թելադրում։ Ամեն ինչ սկսվում է ծնողի այսպես գլխում։ Հա, շատ կարևոր է դասավորել նախ մտքերը եւ փորձել հասկանալ ու տեսնել իրականում ինչ դժվարություններ կան հենց իմ երեխայի հետ եւ արտաշնչել ու թողնել բոլոր այն իրավիճակները, որոնց մասին մենք երազում ենք, հա, օրինակ երեխաներ, որոնց մենք տեսնում ենք, որ հարևանի, բարեկամի, մեր երեխայի դասընկերոջ տանն են, ովքեր որ նստում են եւ դասերը միանգամից անում են եւ մենք այսպես համեմատություններ ենք անում ու դրանից մեզ շատ վատ ենք զգում, հա, եւ էմոցիաները այդ բոլոր ցուցաբերում ենք այո երեխայի հանդեպ, առաջին հերթին շատ կարևոր է, որ սա դնենք մի կողմ, այսինքն ուրիշի երեխան ու մոտ ամեն ինչ ստացվում է, դա ուրիշի երեխան է։ Հա, եւ տեսնենք այն ինչ որ կա մեր երեխայի մոտ, օրինակ, ինչ դժվարություն ունի մեր երեխան։ Մեր երեխան իսկապես դժվարանում է նյութը յուրացնել։ Մեր երեխան չգիտի տարբեր առարկաները ինչպես պիտի սովորի։ Մեր երեխան չունի կանոնակարգված օրվա ռեժիմ։ Մեր երեխան ունի օրինակ ֆիզիոլոգիական առանձնահատկություն, որը իրեն թույլ չի տալիս, օրինակ, 5-ից 7 րոպեից ավելի նստել գրասեղանի շուրջ։ Մեր երեխան օրինակ 5 ու 9 տարեկան է եւ գնացել է նոր դպրոց եւ բնական
բնականաբար չի կարող գրիչով գեղեցիկ այնպես ինչպես մենք ենք անում նկարել, գրել, ցավոք սրտի չեն նկարում, գրում են, այո, գրել այդ մասնիկները, հա, այսինքն շատ կարևոր է տեսնել, թե որն է մեր խնդիրը եւ ընդունել, որ սա մեր իրավիճակն է, այ ամենակարևորը այդ ընդունելու գործընթացն է։ Շատ հաճախ երբ ծնողներին ասում ենք ընդունել, իրենք դա անցալում են, որ իրենք դրա հետ պիտի համակերպվեն։ Չէ, ամենևին։ Առաջին քայլը ընդունելն է, տեսնել ինչ կա մեզ մոտ այստեղ եւ հիմա, հա։ Ինչ ենք մենք ուզում տեսնել եւ նկատի առնել այս ինչ ենք տեսնեմում, ինչ ենք ուզում տեսնելում, այն ինչ կարող է մեր երեխան անել, հա, որտեղ մենք անհավանական։ Այո, մենք կարող ենք շատ գեր պահանջմունքներ ունենալ մեր երեխայից, բնականաբար իր առանձնահատկություններից ելնելով նա չի արդարացնելու այդ ակնկալիքները եւ մենք անընդհատ եւ երեխան է թվում եւ մենք ունենալու ենք այդ տհաճ զգացողությունները, հա։ Այնուհետեւ խնդիրը հասկանալուց, ակնկալիքները հստակեցնելուց հետո գծել մեր քայլարշավը, հա, փոքր քայլերը, որոնք որ մեզ ժամանակի ընթացքում չեն կարող 1 րոպեում, 2 օրում, 1 շաբաթում բերել ցանկալի արդյունքի, հա, եւ գծել են քայլերը, որոնք հնարավոր են մեր ընտանիքի կենսակերպի համար եւ այդ պայմաններին եւ քայլերին հստակ հետեւելով քայլ առ քայլ գնալ դեպի ցանկալի արդյունքը։ Կարող ենք նաև ասել, որ այն մտքերը, որոնք կան շատ հաճախ ծնողների գլխում եւ այն ռազմավարությունը երբեմն նաև անհավանական, երեխայի ուժերից վեր թվացող, այդ պատասխանատվությունը, որ դնում են երեխայի ուսերին, շատ ավելի հաճախ հենց դա է բերում այն ստրեսին, որ երեխան փորձում է հրաժարվել այդ ամենից, հրաժարվելով նաև դասապատրաստումից։ Այո, գեր պահանջները, չտեսնելը երեխայի տեսակետը, անընդհատ ինչ որ մեղադրական արձագանքներ երեխային տալը, ինչու ոչ այդ գործընթացում երեխային վիրավորելն ու կոպտելը, հա, բացասական էմոցիաներով այս ամբողջ գործընթացը հագեցնելը մեզ դեպի լավ տեղ չի տանելու։ Այսինքն պարզ է, որ ոչ մի ծնողի հաճելի չէ, հա, երկար երեխայի հետ բանակցել, խոսել, պայմանավորվել եւ աշխատանքային հագեցած օրվանից հետո բացահայտել կամ, չգիտեմ, աշխատանքի ընդմիջման ընթացքում տեսնել, որ երեխան անբավարար գնահատական է ստացել կամ մեկնաբանություն ուսուցչից, որ անպատրաստ է ներկայացրել, սա հաճելի չէ եւ սա ծնողին էլ է զայրացնում։ Բայց մենք պիտի ընդունենք, որ մենք մի քիչ ավելի մեծ ենք, մի քիչ ավելի շատ կարող ենք մեր հույզերը կառավարել եւ մեր պորտկումը երեխայի վրա թափելով մենք հարցը չենք լուծում։ Ինչու՞, որովհետև նույն կերպ երեխայի մեջ առաջանում է բացասական զգացողություններ, դա կապվում է ուսման հետ եւ բնականաբար երեխան չի ուզում գնա, մեր օրգանիզմը շատ էսպես խելացի համակարգ է եւ մեր ուղեղն էլ անընդհատ մեզ ասում է փախի այդ իրավիճակից, հա, որովհետև այդտեղ լավ չի, այդտեղ հաճելի չէ, այդտեղ դու քեզ լավ չես զգում, հա, եւ անդադ օրգանիզմը երեխային պաշտպանելով այդ իրավիճակից կարծես այսպես մեկուսացնում է, հա, եւ բնականաբար միտեղ որտեղ իրեն լավ չի, ինքը այդտեղ արդեն չի ուզում գնալ։ Սա ամենևին չի նշանակում ծնողների համար, որ իրենք երեխայի առաջ որևէ պարտավորություն չպետք է դնեն, բայց այդ պարտավորությունը պիտի համապատասխան լինի երեխայի տարիքին եւ երեխայի կարողություններին։ Սա ամենակարևորն է, որ պետք է անընդհատ մեր ուղեղում ունենանք, բայց ամեն դեպքում, եթե ինչ-ինչ փաստեր այս դեպքում բաց ենք թողել եւ հասել ենք այն կետին, որ հիմա երեխան չի ուզում սովորել դաս, ինչ փոքրիկ քայլերով կարող ենք առաջ շարժվել այն ձեր նշած ռազմավարության առաջին քայլերը որոնք են։ Տեսեք, շատ կարևոր է երեխայի տարիքը յուրաքանչյուր քայլ որոշելիս։ Եթե մենք խոսում ենք օրինակ կրտսեր դպրոցական տարիքի առաջինից 4-րդ դասարանցիների մասին, այստեղ մեր անընդհատ աջակցության գործընթացն է եւ շատ խիստ պարտավորություններ երեխաների վրա դնել ինքնուրույն ինչ-որ բաներ անելու առումով մենք չենք կարող, հա, եթե երեխան ինքնուրույն չի անում եւ չի ուզում եւ անընդհատ ըմբոստանում է, այստեղ մենք փոքրիկ քայլերով ցույց տալով այն բոլոր պահերը, որ իր մոտ լավ ստացվեց, որ ինքը կարողացավ, որ օրինակ թեկուզ լավ վերաբերմունք կամ ինչ-որ էմոցիոնալ արձագանք ստացավ ուսուցչից, այս քայլերը շեշտադրելով երեխային օգնել, որպեսզի ինքը տեսնի ուսումնական գործընթացի հաճելի կողմերը, որպես ձեռքբերում։ Հա, ես կարողացա, ինձ մոտ ստացվեց, երբ այս էմոցիոնալ դրական ամրապնդումները կան ուսումնական գործընթացում, սրանք օգնում են երեխային շարժվել առաջ եւ փոխել վերաբերմունքը։ Եվ անընդհատ այս պարագայում մենք պիտի այդ կողմը ցույց տանք երեխային։ Ինչ վերաբերում է դեռահասության շրջանին, հա,
5-րդ դասարանից սկսած մինչև երևի 9-10-11 մինչև անգամ 11-12-ում արդեն գրեթե պատանիներ են մեր երեխաները ամեն դեպքում միջին դպրոցական տարիքում 5-ից 9-րդ դասարաններում այստեղ մենք կարող ենք հստակ կանոններ ունենալ երեխաների հետ եւ այո պարտավորությունների որոշակի բաժին դնել իրենց վրա հա օրինակ դասերը անում ենք մինչև ժամը 6-ը հա 6-ից հետո օրինակ չենք անում ոչ մի բան կամ անպատրաստ չենք գնում դասի եւ ինչ կանոն որտեվ սա կարող է երեխան հասկանալ եւ դրա հետ կապված որոշակի գործողություններ իրականացնել եւ շատ կարեւոր է կանոնները սահմանելուց հետո որոշել են հետևանքները որոնք կիրառվելու են կանոնները խախտելուց հետո եւ շատ կարեւոր է որ դա ոչ թե լինի հեռախոսդ կվերցնեմ ընկերներիդ հետ չես խաղա ծնունդ չես գնա եւ այլն այլ այդ ամեն ինչը կապ ունենա հենց դասերի հետ հա օրինակ դա ստիպած կլինես անել քո հանգստի ժամի հաշվին, հա, կամ այսօր ավելի երկար ստիպած կլինես դասանել, մենք ֆիլմ կնայենք, իսկ դու այո։ Իսկ հակառակ կողմը դրա, որովհետև շատ հաճախ ծնողներ օրինակ փոքրիկ ճակերտավոր ասած, այսպես փոքրիկ կաշառքներով ստիպում են երեխաներին ընթերցել, դասերը սովորել, ասելով, որ կտան այսինչ կամ այնինչ բանը, որը նրանք շատ են ուզում, սա կաշառել է, չէ, երեխաներին։ Այո, սա կաշառել է եւ լավագույն մեթոդը չէ, որտեղ ինչպես ամենասկզբում խոսեցինք, մենք պիտի երեխային սովորեցնենք գործ ունենալ գիտելիքը ձեռք բերելու եւ այդ process-ից հաճույք ստանալու հետ։ Հա, որ նորը բացահայտել է, ավելի շատ իմանալը, դա հաճելի գործընթաց է։ Երբ մենք երեխային այսպես կաշառք ենք ցույց տալիս, հա, եւ ասում ենք այս սա կանես, սա կստանաս, ստացվում է, որ մենք արժեզրկում ենք այդ բացահայտման ամբողջ գործընթացը եւ ուշադրությունը կենտրոնացնում ենք միայն նվերի վրա, հա, եւ ստացվում է, որ որևէ հետագայում, երբ ուսումնական գործընթացից երեխան արդեն դուրս է գալիս եւ ինքը չի ունենում այդ գրավիչ, գեղեցիկ կաշառքը իր համար շատ դժվար է լինում ուշադրությունը կենտրոնացնել process-ի վրա եւ փորձել հաճույք ստանալ այդ process-ից, նորը բացահայտելու եւ իմանալու։ Բավականին բարդ է իհարկե այս ընթացքում նաև պետք է սովորեն մայրիկները, հայրիկները եւ ծնողները, որոնք հետևում են դասապատրաստմանը, բայց գալիս է մի շրջան, երբ ամեն ինչ արդեն նրանց ուժերից վեր է։ Երբ է այդ շրջանը եւ երբ է ծնողը հասկանում, որ այ հիմա ճիշտ ժամանակն է դիմել մասնագետի։ Երբ այս մեր թվարկած հա վերլուծությունները, ինքնուրույն քայլերը, հետևողականությունը, սահմանված կանոնները, երեխայի հետ առողջ հարաբերությունները, հարցի շուրջ ինչու ոչ նաև երեխաներին ներգրավելը, հա, չի օգնում եւ մենք տեսնում ենք, որ մենք անընդհատ գալիս ու հանգում ենք նույն իրավիճակին եւ չունենք լուծում եւ դա մեզ էլ է ցավեցնում, երեխային էլ է ցավեցնում եւ մենք անընդհատ այդ բացասական էմոցիաների շրջապտույտի մեջ ենք, այստեղ ճիշտ ժամանակն է դիմել մասնագետի։ Հիանալի է եւ որպես ամփոփում երեխաների ու ծնողների փոխհարաբերությունների մասին շատ հաճախ կան ծնողներ, որ նշում են մենք կարծես ընկերուհիներ, ընկերներ լինենք միմյանց հետ, որտեղ այդ անձնական սահմանների չափը, որ պետք չէ հատել երեխաների հետ, հատկապես դասապատրաստման ընթացքում։ Շատ հետաքրքիր եւ շատ տեղին հարց է, Մանե ջան, որովհետեւ այսօր դա շատ կարծես այսպես նորաձև է ասել, որ ես իմ երեխայի ընկերն եմ, բայց ես այստեղ պիտի հակադրվեմ։ Հատկապես դասապատրաստման գործընթացում մեր ընկերները մեզ չեն կարող ստիպել դասանել։ Ահա, իսկ ծնողների առաջ մենք գուցե ունենք որոշակի պատասխանատվություններ ու պարտավորություններ։ Տեսեք, ունենալ ծնող-երեխա փոխհարաբերություններ, որտեղ որ կա փոխադարձ հարգանքի եւ միմյանց հասկանալու պատրաստակամություն, սա լրիվ առողջ ծնող-երեխա փոխհարաբերություն է եւ այդտեղ կարող են ենթադրվել որոշակի քննարկումներ, որոնք օրինակ կարող են լինել նաեւ ընկերների հետ, բայց ծնող-երեխա հարաբերությունները դրանք ծնող-երեխա հարաբերություններ են, ոչ թե ընկերների փոխհարաբերություններ։ Շնորհակալ եմ անչափ այս կարևոր թեմայի շուրջ զրուցելու եւ այս գաղտնիքները մեր հեռուստադիտողներին նաեւ պատմելու համար վստահ եմ սիրելիներ շատերդ կկիրառեք նաեւ ձեր պրակտիկայում եւ կունենաք հաջողություններ, իսկ եթե ոչ, ապա պետք է դիմել մասնագետի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ, Առավոտ լուսոն է առաջինի եթերում։